Հեռանում է Օպոկուն, նրա փոխարեն ասպարեզ է դուրս գալու Ավուալ Ադամու Մոհամեդը։ 90, 31 համարն է կրում, իհարկե Մոհամեդը։ Ֆոտկա ավելի Մանվելյանը տարավ գնդակը մրցակցից, ահա Օբոնդեն նորից այստեղ է, խաղում է առաջ, փոխարինման մտած մյուս ֆուտբոլիստի ուղղությամբ, անայ նորից գնդակով, խոսքը Մոհամեդի մասին է, Աուվալ Ադամու Մոհամեդի, բայց նրա գործողությունը բերեց գնդակի կորստի։ Աուվալ է համենայն դեպս նրա խաղաշապիկին գրված, նորեկն է Գանձասարի, ծանոթանում ենք այս ֆուտբոլիստի Օբոնդեն, բավականին սառնասիրտ էր իսկապես, իսկ այս ձեռքով փոխանցումները Մաթևոսյանի այնքան հետաքրքիր տակտիկական լուծումներ է Պետրոսյան, ոչ շրջանցել այս անգամ չի ստացվում։ Լավ պաշտպանվեց Օբոնդեն։ Իսկ փոխանցումը Աուվալի նորից անհաջող է ստացվում։ Այնպես չէ, որ փոխարինման մտած ֆուտբոլիստները ուժեղացրին Գանձասարի խաղը։ Այնպես որ Կարեն Բարսեղյանը կարող է մտածել հետագայում, թե երկար փոխանցում առաջ, Աուվալի իջեցնում է գնդակը։ Տեխնիկան վատ մակարդակում չէ Աուվալի։ Ուղարկեց առաջ Նդիդին ամենու։ Օրժությունների Գրիգորի Մաթևոսյանը կարողացավ որսալ գնդակը։ Ձմեռային տրանսֆերային պատուանին Գրիգորի Մաթևոսյանը տեղափոխվեց Գանձասար ու միանգամից դարձավ այս թիմի առաջին համարը։ Ժամանակին իհարկե ֆաստկել Գանձասարի ֆուտբոլիստները, Վահագն Հայրապետյանը, Գանձասարի 33 համարի մարզաշապիկով հանդես եկող ֆուտբոլիստը հետ փոխանցում կատարեց եւ կրկին Վահագն Հայրապետյանն է գնդակ ֆուտբոլիստները, բայց միջին տարածությունից Ջեյմս Ջոնայի արվածը նպատակին չհասավ։ Փորձում են կարճ փոխանցումների միջոցով Գանձասարի խաղացողները շրջանցել մրցակցի պրեսինգը եւ կարողացան Նոֆոեկենը զարգացում տալիս Գանձասարի գրոհին։ Արարատում Պրայն Մզուգի փոխանցում ձախ եզր հասավ գնդակի Մարկ Ֆրեդը եւ Գանձասարի ֆուտբոլիստից էր գնդակը դուրս եկել խաղադաշտից։ Շատ են խախտումները Իմեյլ Խոտածածկին է հայտնվել Ադամու Մոհամեդը Այստեղ երկու կանտեները միահամուռ ուժերով խախտեցին կանոնները ու կրկին գրպանից անել է դեղին քարտը հանդիպման մրցավարը Մուսա Կանտեն զգուշտման ֆայի ուղղությամբ էր ընթանում գնդակը, բայց պաշտպանները հեռացրին Սիմոն Օբոնդը փոխանցում Մոհամեդին Ադամու Մոհամեդ Բերտրան Մանի աչքի եզրում է հայտնվել Մանին Մուսա Կանտը շարունակվում է Գանձասարի գրոհը Մոհամեդ բարձրից փոխանցում տուգանային հրապարակ Ուսման Ֆային էր գնացել գրոհելու մեծ ուժերը կենտրոնացրել Գանձասարը շարունակում են շատ լավ պաշտպանվել, իսկ այս փոխանցումը այնքան էլ լավը չէր առաջին հայացքից ամեն դեպքում Մարսելո խելացի որոշում կայացրեց բաց թողեց գնդակը եւ ձախ եզրով զարգանում է Արարատի գրոհը Ֆրեդ ունեցավ Արարատը երկար ժամանակ չէր կարողանում հաղթանակ գրանցել Աստեքս Պրեմիեր լիգայում 6-րդ տուրից հետո Նոային հաղթելուց հետո չէր կարողանում հաղթել երկար ժամանակ Բերտրան Մանի արված Պրայն Մզուգի փոխանցում Ֆրեդին Միանգամից Սիլվան երկար փոխանցում կատարում է առաջ Գանձասարի կազմը այսպիսին է դարպասապահը Գրեգորի Մաթևոսյանն է համար 1 Պաշտպանություն խաղալու են առանց փոխարինման է խաղում Փոխարենը Մարտին Գամբոշն է վերադարձել հայտած Էրիկ Սողոմոնյանը եւ գնդակի հսկողությունը անցել է Գանձասարին երկար անկյունագից ձախ Աուվալ
Պահում է գնդակը մրցակցից հեռու, բայց շարժում է իր դարպասի ուղղությամբ ամեն դեպքում։ Նդիդի, ռիսկային խաղաց, բայց արդարացված է ռիսկը, խաղում է աճ, Աուվալ։ Նույնպես լավ ներգործ։ Երկար փոխանցում առաջ, Աուվալը իջեցնում է գնդակը։ Տեխնիկան վատ մակարդակում չէ Աուվալի։ Ուղարկեց առաջ, Նդիդին ամենուր է, այս անգամ գրոյին էր միացել և Մանվելյանը այնպես հեռացրեց գնդակը, որ կլինի Եզրային Զաքարյանը խաղում է աճ, Աուվալ։ Ստացվում է անցնել երկու մրցակցի, կտրող փոխանցման փորձ, բայց թե թիմակիցը չհավատաց։ Այսօր հանգստին հնարավորություն ստացել են մի քանի ֆուտբոլիստներ Նոայի, թե հայտացուցակից դուրս մնալու տեսքով և թե պայսայների նստանին մնալու, լավ փոխանցում էր Նդիդին կատարեց, կարելի անգամ հարվածել Սողոմոնյան, բարձունքում է։ Լավ են աշխատում այստեղ Գանձասարի ֆուտբոլիստները, պատխարարքման փորձ Աուվալից, հիմա նրա ուղղությամբ էր փոխանցում